Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանյա ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնե իշադակը Սուրբ Գիբրիանոս Հայրաբեդին եւ Հուստինե Գույսին։ Գիբրիանոս Հայրաբեդ ապրիգեցի էր։ Անիգա սկիզբը շատ հերույ էր քրիստոնեութենե։ Ընթագարակը սատանայի ծառայ էր։ Գախարդ էր, մեծ գախարդ։ Սակայն Հուստինե Գույսին հավատքի ամրության շնորհիվ Գիբրիանոս Քրիստոսի գտարնա եւ Քրիստոսի ծառա գտարնա։ Գիբրիանոսը բոլորիս մոտ ծանոթ է իր Գիբրիանոս աղոթակիրքով։ Հաջող հայդուները ներս Աստվածաշունչին գողքին մշտապես ներկա են երկու գիրքեր։ Սուբնարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը եւ Գիբրիանոսի աղոթակիրքը։ Այդ աղոթակիրքին մեջ բազմաթիվ աղոթներ կան՝ չար աչքի թեմ, թևերու թեմ, չար ոգիներու թեմ, չար խոսքի թեմ եւ այլն, ինչպես նաեւ Գիբրիանոս իր կյանքի թարցն է որ գբատմե։ Ես այսօր պիտի ուզեմ ցեզի վարք սրբոցեն գարտալ Սուրբ Գիբրիանոսի եւ Հուստինե Գույսին վարկապանությունը կյանքը։ Սիրելներ, սուրբերու կյանքը գարտալ կնշանակե հաղորդագից դառնալ անոնց կյանքին եւ նաեւ քաչալերվիլ անոնց կյանքեն, որ մենք ալ նույնանման կյանքով հերանանք աշխարհի մեղքերեն եւ Քրիստոսի միանալով օրեօր սրբանանք։ Վարք Սուրբ Գիբրիանոսի եւ Հուստինե Գույսին։ Մեծն Գիբրիանոս Մագանվանյալ Թասկիոս Գիգելիոս Գաբրեր երրորդ դարուն հեթանոս փիլիսոփա քաչ ջարդարախոս ջարդար մոկ գուրքերու քուրմ իր մանկութենեն նվիրված էր Աստվածներու ծառայության եւ այս հատկությունը ժառանգած էր իր ծնողքեն, որոնք կփնագեին Ապրիգեի Գարքեթոն քաղաքը։ Ադորամար ինքը Գարքեթոն կամ Գարտակինացի կգոչվի։ Շրջած է Աթենք, Եգիպտոս, Անտիոք եւ Քաղթիաստան, այսինքն Ասորեստան։ Անհրճակավոր էր իր թենին մեջ, այնպես որ կերազանցեր մոկպետները եւ գախարտները։ Այնքան հարստություն եւ փառք վայելեր, որ մեկը չէր համարցակեր անոր մասին չարախոսել, վասնզի ամեն մարդ գագնաձեր անոր շուքեն եւ դիվանագիտական հմդութերեն։ Գիբրիանոսի գեցած քաղաքի մեջ կփնագեր նաեւ Հուստիանե կամ Հուստինա արդար անուն գույսմը, ազնվադող Հուստինե կնշանակե արդար, ուրեմն այդպիսի այդ Հուստինե անունով գույսմը կփնագեր, ազնվադող Քերտաստանի զավակ եւ քեղեցկությամբ հրճակված, բայց ավելի քերազանց հոգեգան արակենությամբ։ Անքրիստոնեությունը ընդունածեր բրուղա սարգվակին ցերկով եւ հետո դարձի բերածեր նաեւ իր ծնողքը, հորը անունը Ետեսիանոս Քրմաբեդ եւ մորը անունը Գրետոնիա։ Անոնք երբ մգրդվեցան Վոբդադոս եպիսկոպոսին ցերկով, իրենց ինչքեր աղքատներուն բաժնեցին եւ արակինի վարկ մգվարեին։ Մանավանդ Հուստիանե գփայլեր գուսական մակրությամբ եւ Քրիստոսի անտեպ դածած չերմ սիրով։ Հուստիանե կամ Հուստինե գույսը իր մորը հետ հաջող եկեղեցի գերտար։ Զայն դեսնելով Ագրավիտոս անուն երդասարդ մոզեց զայն գին առնել։ Շատ չանաց համոզել զայն բատկամավորներով եւ խոստումներով, բայց չաճողեցավ։ Վասնզի Հուստիանե գսեր. ես Քրիստոսի հաշտնացած եմ եւ երկրավոր մարդու չեմ ցանկար։ Եթե մեկը ինքզինք մարդումը խոստանա եւ հրաժարի, անբադիշ չի մնար, ուր մնաց եթե Քրիստոսի տված խոստումը չբահե։ Օրմը, երբ ըստ սովորության գույս եկեղեցի բիդերտար, Ագրավիտոս ճամփան անոր սպասեց եւ վրան հարցակեցավ, բայց ան քաչությամբ ետ մղեց անամոթը եւ հերացուց։ Եվ եկեղեցի մտնելով խնդրեց փրկչեն եւ ամենասուրբ գույսեն, որ իրեն բահաբանը լան եւ բահեն փորձությունները։ Այնադեն Ագրավիտոս քնած Գիբրիանոս մեծանուն գախարտինքով եւ անոր երկու դաղանդ ոսկի եւ արձատ տվավ, որբեսի իր ցանկությունը գդարե։ Այսինքն խնդրեց, որ Գիբրիանոսը իրեն համար թուղթուկիրն է, որ այս Հուստիանե գույսը
իրեն հետ սիրահարվի, իրեն հետ կապվի։ Գիբրիանոս, որ առաջուց լսած էր Հուստյանեի քեղեցկության մասին, ուզեց զայն անցամ տեսնել։ Երբ տեսավ զայն, ինքը Ագրավիտոսեն ավելի փուրն սիրահարեցավ անոր։ Եվ միտքը դրա, որ ինքը զայն գնության առնե ամուսնանոր հետ։ Ուստի իր գախարտանքով իսկույն հրաման տվավ իր արփանյակներուն, թևերուն, չար հոգիներուն, որբեսի երթան եւ քրքրեն աղջիկը եւ անոր ցանկությունը իրեն հանդեպ փորփոքեն։ Եվ մինչ չարը իր բիղծ խորհուրդներով գճանար մոլորեցնել անմեղ գույսը, Քրիստոսի անարատ հարսը իր ալեձուբ ըսկացումներուն հաղթահարելու համար ինքզին կանցներ իր հույսի աբավենին, փրկչական խաչին եւ երբնից տակուհին Աստվածամոր։ Աղոթքով, դկնություններով եւ բակով գմաշեր փափուկ մարմինը եւ կետնադարած անգողինով գտարամեցներ իր անցին քեղեցկությունը։ Կետնին գբարգեր։ Եվ այսպես զինված Աստուծո օգիով գմարեր չարին նեդերը։ Թևը տեսնելով, որ քախնի հնարքներով պիտի չգրնար գլուխ ելնել անոր հետ, 30 երևցավ անոր, մինչ գիշերը գաղոթեր։ Ուղագի չար հոգին սրբուի Հուստինեին թեմ արդեմ երևցավ։ Իսկ Հուստյանը ամիջապես խաչագնքեց եւ վանեց կովեն չարը։ Երբ որ խաչ հանեց, չարը անհետացավ։ Այն ադեն թևը դակնաբաց փախավ եւ եկավ բատմեց Գիբրիանոսի։ Գիբրիանոս ուրիշ ավելի չարակույն թևեր ղրգեց, բայց Սուրբ Գույսը բոլորն ալ հալածեց Սուրբ Խաչի նշանով եւ Քրիստոսի անունով։ Ուրեմն Գիբրիանոսը ավելի բարձր թևեր ղրգեց, ավելի բարձր չար ոգին, ավելի զորավոր, բայց բոլորն ալ փախան եւ որ Հուստյանե խաչագնքեց։ Այն ադեն զարմացավ Գիբրիանոս եւ սաստեց թևերը, թե ինչու ծերն ունայն գվերատարնային առանց իր գամքը կատարելու։ Այն ադեն թևերը ասին. անգարելի է համոզել այդ աղջիկը, վասնզի խաչյալի նշանը կգրե որպես զինք անվանելի, որպես զենք անվանելի։ Ան ոչ միայն մեզ գհալածե, այլ նույնիսկ եթե մեր իշխանը, այսին Բեր Զեփուղը անորքով երթա իր փանագով, անալ ամոթաբարդ բիգի փախչի։ Այն ադեն Գիբրիանոս ստապելով, արթնալով, ինչ կսեն այս չար ոգիները, ինչև այսօր ինձի կծարայեին եւ ամեն ուզածներս կնեն, ուրեմն այս թևերեն ավելի զորավոր մեկը գա։ Եվ Աստուծո գոմեն լուսավորված վրընդեց կովեն բոլոր թևերը եւ ըսավ անոնց. ուրեմն ինչու մինչև հիմա մեզ գխապեիք, բարձելով թե Քրիստոսեն ավելի զորավոր եք։ Վասնզի եթե անոր անունը եւ խաչի նշանը միայն ցես հաղթեն, ուրեմն հայտնի է թե ան զորավորակույն է եւ ամենազոր Աստուծո նման։ Այս ասելով հրաժարեցավ իր բիղծ ծերարվեստեն եւ ապավինեցավ փրկչին։ Եվ քանի որ գճանչնար անդիր քահանաները, որոնց մեին Գեգիլիոս եւ Սեփիոս եւ Դիմոթիոս, անոնց հարեցավ։ Եվ անոնց մե լսելով հավատքի սուրբ խորհուրդները, օրե-օր հոգին գերար վարգյան առաջ Քրիստոսի դառնալու։ Սուրբ Բոնդիոս, որ հետո Գիբրիանոսի սարգվակ եղավ եւ անոր վարկը գրեց, գսե. Արժանին չեմ գտներ բատմելու Գիբրիանոսի կորձերը նախքան անոր քրիստոնյա դառնալը։ Իր դարձենը սկսյալ ամմեկտի տրավ արդակին քիրքերը եւ ինքզին նվիրեց աստվածային քիրքերուն։ Իր ինչքերը գարոդիալներուն փաշխեց, հրաժարեցավ փարքեն եւ հարստութենեն եւ սկսավ ինքզին կրտել խոնարհության մեջ։ Դագավին բարեբաշտությունը չսորված, քրեթե գադարյալ էր բարեբաշտությամբ։ Սկսավ քննել նախկին սուրբերու վարկը, թե ինչպես հաջո եղան Աստուծո եւ գճանար անոնց հետևիլ ամբողջ սրտով։ Ասիլներ որքան կարևոր է սուրբերու ցանկը գարտալ եւ անոնց ցանկի վարկին հետևիլ, որբեսի մենք ալ սրբանանք։ Իր մոլորության եւ գախարտության քիրքերը այրելե հետո մտավ երախայության, այսինքն չմգրդվածներու գարկը, երկար ապաշխարությամբ եւ բազմաբադիկ մահացություններով։ Ուրեմն սիրելիներ, այրեց իր գախարտական բոլոր քիրքերը եւ որպես երախա, ոչ թե երեխա, այլ երախա չմգրդված անձ, սկսավ պատրաստվել ապաշխարությամբ իր անձը մերցնելով, իր մեղքերը սպանելով, որպես իր հոգին ապրի եւ կարողանա մգրդվել մարմինով։ Ապա մգրդվեցավ դերվույն եպիսկոպոսեն եւ նոր մարդ եղավ ըստ Աստուծո։ Եպիսկոպոսը տեսնելով Գիբրիանոսի արաքինասեր վարկը,
զայն եկեղեցին տրնաբաններեն մի նրավ։ Եվ ինչպես որ մեգեն լսեցի գսե Գրիգոր Աստվածապանը գսե, այնպիսի մարդը դաջարին ավելաձու գլար եւ խոնարհության կորձերու գվարժեցներ ինքզինք փոխարինելու համար նախքին անպարտավանությունը։ Չմոռնաք, որ ինքը հարուստ էր, անպարտավան էր, հբարդ էր, իր զորությամբ, իր գախարտությամբ, իր մոկությամբ։ Հիմա հավասիկ տրնաբան գտարնա եւ կսկսի եկեղեցին ավլել։ Ժամանակ մի հետո տբիրներու գարկին անցավ եւ հոգեվոր ընթերցվածներ կկատարեր։ Իսկ երբ սարգսակը դրվեցավ, սկսավ ուսուցանել բազմությունը որպես քարոզիչ Քրիստոսի։ Եվ այն մարդը, որ առաջ իր լեզուն չարին կորձի կրած էր, ուրիշները մոլորեցնելով, այժմ նույնը աստվածային փողի վերածած էր եւ հոգիի հադուս սուսեր, որ լսողներու սիրտը թափանցելով հավատացյալները կմղեր փոխելու իրենց վարկը, իսկ անհավատները կառաջնորդեր Քրիստոսի փառախը։ Երբ վախճանեցավ քաղաքին եպիսկոպոսը, ամենուն հավանությամբ Գիբրիանոսը ընտրեցին եկեղեցին առաջնորդ։ Թեպետ ինքը չանաց խույս տալ իր անձը նորեկ եւ անարժան խոստովանելով, սակայն ժողովուրդը միահամուր փապակով զայն ընտրեց եպիսկոպոս։ Եվ իր խոնարհությունն էր, որ զայն արժանի ըրավ այս աստիճանին։ Երևակայեցեք, որ ժողովուրդը զինք եպիսկոպոս ընտրեց։ Եվ ադիգա իր խոնարհությունն էր, որ ժողովուրդը քրավեց, որ զինք եպիսկոպոս ընտրեն։ Անոր բարեբաշտությունը եւ ողորմածությունը անչափ էին։ Համարցակորեն գահանտիմաներ անուղաները, հեզեր եւ քաղցր հոգեվոր վարտաբեդության ադեն, բատկարելի գերբարանքով եւ քովելի փառքով։ Գենսակիրները գսեն, թե երբ մեծն Գիբրիանոս հայրաբեդական աթորին վրա նստավ, սրբուհի Հուստյանեն սարգսակուի ցերնատրեց եւ գարկեց վանամայր գուսաններու։ Այն ժամանակները Թեգոս գայցրին գողմես սաստիկ հալածանք եղավ բոլոր քրիստոնյաներուն դեմ ամենուրեք։ Եվ այն հետանոսները, որոնք դառնացած էին Գիբրիանոսի դարձին համար, խորեցային զայն բռնել դալ եւ արյուծներուն արչև նետել։ Այն ադեն Երանելի հայրաբեդը եղբայրներու ստիպումով եւ անոնց օգուտին համար մտադրեց ժամանակը բահված մնալ։ Այս բաժարով Հռոմի եկեղեցին ուխտը սկսավ նույնիսկ կանգադել անոր մասին, թե այսպիսի ժամանակի մեջ անդերունջ կթողու իր հոդը։ Ուրեմն սկսան Հռոմեն կանգադել, որ թուն անդեր թողեցիր քու հոդդ, քու ժողովուրդդ, ինչ այդ եղբայրները, հոգևոր եղբայրները խնդրեցին, որ ինքը բահվդած մնա։ Մինչդեռ Գիբրիանոս չէր դադրել հավատացյալներուն ցերնդու լալ խոսքով, թե քիրով։ Նույն շրջանին ապրիգեի մեջ ժանդախտի համաճարակ մի ինգավ եւ Գիբրիանոս հավաքելով առողջ հավատացյալները հորդորեց զանոնք, որ օգնեն եւ թարմանեն վտանգվածները։ Երբ ժանդախտը թատրեցավ, գրաբաշները ցերպակալեցին Սուրբ Հայրաբեդը եւ դարին թադավորին Ադյանը, որ Թեգոսի հրամանով եկած էր Գարքեթոն քննելու համար քրիստոնյաները։ Թադավորը նախսկսավ զայն ողոքել, այսին մեղատրել, հանդիմանել, որբեսի առաջվան հավատքին խնդրել ներողություն, որբեսի առաջվան հավատքին դառնա։ Գիբրիանոս պատասխանեց. Եթե ուրիշ մեկը փորձեր զիս եւ ես անկեդ լայի անոր մոլորության, թերևս հուսալի էր քեզի զիս որսալ, բայց ես որ գանուխեն քաչ տեղյակ եմ փանսարգվին սադանային բոլոր մոլորություններուն եւ խորդագեցի անոր լուծը, ուստի ավելորդ է այսուհետև զիս փորձել։ Անգարելի է զիս երկրորդ անգամ նույն խորխորադը ցկել, նույն մեղքերուն առաջնորդել։ Փանսարգուն մեզի հետ կբادرազմի եւ Աստված աշխարհը ասպարեզ դված է մեզի, որբեսի իրեն համար բادرազմելով չարին հաղթողները Երևան ելեն եւ բարիները բսակվին։ Թադավորը ասավ. ինչպես կարելի է որ Քրիստոս մարդը իբրև Աստված կբաշտեք։ Գիբրիանոս պատասխանեց. վասնզի ան Աստուծո խոսքն էր, որ մեզի համար մարտացավ եւ չարչարվեցավ, որբեսի հաղորդագիցն է մեզ իր չարչարանքներուն եւ Աստվածային փառքին։ Թադավորը զայն սաստեց եւ ասավ. չենք ուզեր մտի գնել այդ սնոդի թադարք խոսքերդ, անհաբաղ պետք է զոհես Աստվածներուն։ Գիբրիանոս պատասխանեց. այդ գուրքերուն Աստված միես էր, անոնք մոլորեցուցիչ թևերու կորձիկներ են։ Այն ադեն թադավորը հրամայեց, որ Գիբրիանոսը ձեձեն եւ փանդարգեն։ Ապա փերել դվավ նաեւ Հուստյանեն, որովհետեւ անոր բաժարով եղած էր Գիբրիանոսի դարձը։ Զայն եւս հարցուփորձելով փանդի մեջ բահել դվավ։ Մի քանի օր հետո զանոնք միասին փերել դվավ իր արջևը եւ հրամայեց, որ գամ ետ գրաբաշտարնան, գամ չարաչար մահով մեռնին։ Եվ երբ անարգեցին անոր խոսքերը, համարցակորեն տավանելով Քրիստոսը,
հրամայեց որ զանոնք դանչեն քերաններով, քերելու կորձիկներով։ Ապա երկաթյա դաբագի մեջ գուբր եւ ջարբ երացնելով զանոնք մեջ նետեցին, բայց Աստուծո զորությամբ անվնաս մնացին եւ գփարավորեին զաստված։ Ահա սիրելներ, տեսեք ինչ հզոր սուրբեր են Սուրբ Գիբրիանոս եւ Սուրբ Հուստիանե։ Այնուհետև գլխատման վճիրը ստացան։ Ըստ ոմանց երկուքը միասին սուրով նահատակվեցան, բայց ըստ երևույթին Հուստիանե առանցին նահատակվեցավ Թեգոսի կամ հաջորդներուն հալածաններու միջոցին։ Իսկ Գիբրիանոս նախքան իր գադարումը հալածանքներ եւ աքսոր գրեց եւ աբաս սուրով մերավ Վաղենդիանոսի ադեն, Վաղենդիանոս գայստրին ժամանակ։ Երբ մերավ Թեգոս անողորմ հալածիչը քրիստոնյաներուն Հռոմի Գուրնելիոս հայրաբեդին օրով 251-ին թադավորները փոխվեցան եւ քրիստոնյաները ժամանակավորապես թյուրություն կդան։ Գիբրիանոս Գարքետոնի եպիսկոպոս եւս ազատություն գտնելով իր հոդը գահավաքեր եւ գհանցանցեր, գքաչալերեր, գզորացներ։ Բայց մի քանի տարի Հռոմի կահին վրա նստան ուրիշ թագավորներ, երբ Վալերիանոս Գայսրը կահ բարձրացավ, նորոգեց քրիստոնյաներուն թեմ հալածանքները։ Նույն ադեն նահատակվեցան Սուրբ Ստեփանոս, Հռոմի հայրաբեդը, քահանաներով եւ ժողովուրդով։ Նույն օրերուն շատ դարաբանքներ գրեց նաեւ Սուրբ Գիբրիանոս, հանդերձ իր ժողովուրդով, որոնք քետնապոր թամփարաններու մեջ կաբրեին։ Նույն ադեն Գարքետոնի փոխ Հյուբադոս նստավ Բադերնոս անուն մեկը, անիր արչեւ բերել դվավ Գիբրիանոսը եւ Սավանոր։ Վալերիանոս եւ Կալիենոս ինքնագալները արժանի համարեցան ինձի հրովարտակ ղրգել, որու մեջ կհրամայեն, որ ով որ հռոմեացիներու գրոնը չբաշտե, պետք է սկաստանա եւ դարձիկա։ Ասոր ինչ պատասխան գուտաս։ Պատասխան տվավ Սուրբ Գիբրիանոս եւ ասավ. Քրիստոնյա եմ եւ եպիսկոպոս։ Ուրիշ աստվածներ չեմ ճանչնար, բայց միայն մեկ եւ ճշմարիտ Աստվածը, որը ստեղծեց երկինքը եւ երգիրը, ձովը եւ ցամաքը եւ ինչ որ կա անոնց մեջ։ Մենք քրիստոնյաներս անոր գծարայենք, անոր գաղութենք արդու եւ իրգուն, մեզի եւ բոլոր մարդոց համար, ու նաեւ ինքնագալներու ցանկին համար։ Բադերնոս ասավ. Դագավին այդ համոզումին մեջ ես, Գիբրիանոս պատասխանեց. Փարի գամքը, որ Աստված գճանչնա, անհնար է որ փոխվի։ Իշխան ասավ. Ուրեմն գրնաս ըստ Վալերիանոսի եւ Կալինոսի, ասոնք երկուք տալ ինքնագալներ էին, Հռոմի գայսերն էին, հրամանին վտանգի երթալ գուրուրացիներուն քաղաքը։ Գիբրիանոս ասավ. Գերտամ։ Այն ադեն Բադերնոս ասավ. Ոչ միայն եպիսկոպոսներուն, այլև երեցներուն համար կրված է ինձի։ Արդ գուզեմ քեզ մի հասկանալ թե որոնք են այս քաղաքին երեցները։ Գիբրիանոս պատասխանեց. Ձեր օրենքին մեջ օգտակար խորհրդով սահմանած եք մեգու մատնիչ չլալ։ Ուսի չեմ գրնար զանոնք հայտնել, անոնք իրենց քաղաքին մեջ կգտնվին։ Ուզեց սիրելներ Բադերնոս այս թադավորը պահանջեց Գիբրիանոսեն, որ մյուս քահանաներուն անունները դասա, որ ռոմեական լավ օրենք մգա, որ ոյ մեկը մյուսը չմատնե։ Հետևաբար ես չեմ գնա մատնել անոնց տեղը, բայց անոնք քաղաքի մեջ կգտնվին։ Իշխանը ասավ. Ես զանոնք այսօր եւ հոս կբահանջեմ։ Գիբրիանոս ասավ. Փնտրե եւ կդիր։ Իշխանը ասավ. Այո, պիտի փնտրեմ եւ պիտի գտնեմ։ Բացաստի ինքնագալները բադվիրած են, որ ոչ մեկ դեղ ժողովը լա եւ թամփարաններու մեջ չմտնեն, այսինքն նույնիսկ քերեզմաններու մեջ կամ քետնաթամփաններու դակ քետնին դակը բادرակներ չեն հավատացյալները կովկովի չկան։ Արդ եթե մեկը այդ հրամանը չբահե, գլխաբարդ կլա, գլուխը կգդրվի։ Սուրբը պատասխանեց. Ըրե, ինչ որ հրամայված է քեզի։ Եվ իշխանը հրամանը ռավ զայնակսորելու։ Երանելի Սուրբ Հայրաբեդը աքսորավայրի մեջ իսկ չեր տատրեր օկնագանը լալի հավատացյալներուն իր թուղթերով, զանոնք ըսպարազինելով հավատքի մեջ։ Այնպես որ շատերը աներգյուղ ընդունեցան մարտիրոսությունը։ Այս հալածանքներու օրերուն Փանսարգուն Սատանան նոր բادرազմ հանածեր եկեղեցիի մեջ, որ մեկ Գիբրիանոս եւս աստվեցավ, որովհետեւ շատեր հալածանքներու ադեն գամա զոհած էին գուրկերուն։ Ուստի Հռոմի մեջ մեծ խնդիր ելավ ասոր համար, թե ինչ պետք է անել անոնց մասին։ Ոմանք կսեին, թե պետք չէ զանոնք Աստուծո եկեղեցին ընդունել, քանի որ աններելի հանցանքի մեջ ինգանց են։ Դժբախտաբար գայսրերը եւ որ հալածանք ստեղծեցին քրիստոնյաներուն նկատմամբ, ոմանք գամա կամ ագամա գուրկերուն զոհրին։ Եվ հետեւաբար եկեղեցին Հռոմի մեջ որոշում արավ, ոմանք կսեին, որ պետք չէ զանոնք ընդունել, որովհետեւ անոնք ահավոր մեղ գործեցին,
Իսկ ուրիշներ կբնթեին թե պետք է ընդունել բոլոր անխդիր։ Սուրբ Գիբրիանոս այս բادرազմին լուծումը կդավ Սուրբ Հոգիով ուսուցանելով միջին ճամփան ոչ անխորհրդապար ընդունել բոլոր ինգածները եւ ոչ ալ անկտությամբ բոլորը մերժել իսպար։ Եվ առ այս օրինակ կուդար Պետրոսը հավատքի վեմը, որ 3 անգամ ուրացութենեն հետո 3 անգամ Քրիստոս սիրելը խոստովանելով վերստին ասավ առաջին բադիվին եւ հրաման արավ արածելու Քրիստոսի ոչխարները։ Նույն ադենները բադայեցան նաև ուրիշ խնդիրներ եւ ամենու մեջ ուղիղ կընթանար Սուրբ Գիբրիանոս համացայն եպիսկոպոսներուն եւ Հռոմի հայրապետներուն։ Միայն մեկ բանի մեջ կտեցավ եւ անոնց մեզ զատվեցավ։ Մեկ բանի մեջ շեղեցավ։ Այն է որ հերցվածողներուն գողմե մգրդվածներուն պայման գտներ գրգին մգրդությունը, թեպետ ուղապարներու կանոնով գդարված ըլլա մգրդությունը անոնց կողմե։ Եվ այլ մի քանի անհամացայնություններ։ Ուրեմն նույնիսկ եթե ուղապար Մարտոց կողմե մգրդված լայի մարտիկ եւ հանգարց երբ որ զադվեին հերցվածողը լային այդ մարտիկը որոնք մգրդած էին մգրդվողներուն նորեն կմգրդեր Սուրբ Գիբրիանոս Սակայն այս երկբարագությունը եւ կժդությունները երկար չտևեցին եւ Սուրբ Գիբրիանոս իր սխալները արյան մգրդությամբ թարմանեց ինչպես կվգայե Սուրբ Օգոստինոս իր ակսորեն դարիմը հետո դարձավ իր աթորը եւ մարտիրոսացավ հետեւյալ ցևով Սուրբ Գիբրիանոս Բոնդոսի սարգավակը գկրե ուրեմն Սուրբ Գիբրիանոսի Բոնդոսի սարգավակը գկրե թե ակսորվեցավ իր քաղաքին բարերարը ակսորվայրը գուրուրփա շատ հաջելի էր եւ թեպետ աննշան դեղ մներ սակայն անվանի եղավ անով որ Գիբրիանոս հոն ապրեցավ երբ առաջին անգամ ակսորի մեջ իրեն այցելեցին գսե Բոնդիոս բատմեց մեզի դեսիրքի մասին զորաստված ցույց տված էր իրեն ըստ որում բիի նահատակվեր Եվ ինք խնդրած էր որ գադարումը մեկ օր ուշանա եւ այդ մեկ օրը նշան եղավ մեկ տարի որովհետեւ դեսիրքը դեսնեն ճիշտ տարիմը հետո նահատակվեցավ Հաջորդ տարին Բադերնոսի դեղ փոխհյուբադոս նշանակվեցավ Կալերիոս Մաքսիմոս եւ այն ադեն հրամայվեցավ Գիբրիանոսի որբեսի իր դեղը վերադառնա վերադարձեն հետո լսեց որ Քսեստոս Հռոմի սուրբ քահանայապետը մարտիրոսացել է եւ ինքնալ Հռոմի սրբազան քահանայապետը նահատակված էր եւ ինքնալ ցանկած նույն վիճակին արժանելալ իր բարեկամներուն եւ ժողովրդին ալ նույն միտքը գայտներ Այն ադեմ բարեկամները խորհուրդ տվին որ առաջվան նման բահվդի մինչեւ որ հալածանքի մռի գանցներ բայց ան հանցն չեր արներ եւ գսեր որքան գուզեի որ հիմա այս խոսքերը խոսած ադենս կան գլուխս կդրեն եւ ահա օրը հանգարց եպիսկոպոսին դունը զինվորներ եկան իրենց զորավարին եւ իշխանին հետ միասին Գիբրիանոս զվարթորեն թիմավորեց ցանոնք եւ զորավարը զայն արավ իր դունը դարավ Գորնոսի ավանին մեջ Ամիջապես լուր դարածվեցավ Գարկետոնի մեջ թե դարձյալ բռնվեցավ Գիբրիանոս եւ ամեն գոմերեն հոն թիմեցին անոր նահատակություն տեսնելու համար բայց զորավարը զայն բադվով բահեց որովհետեւ գվախնար ժողովուրդեն հրաման տվավ նույնիսկ Բոնդիոս սարգվակին որ կա եւ խոսագիցը լանոր հետ հաջորդ օրը սուրբը դարին փոխհիբադոսին աբարանքը Կալերիոս անոր հարցուց Թունես Թասկիոս Գիբրիանոսը սուրբը սավ ես եմ իշխանը սավ Թունես որ ինքզինքդ առաջնորդ կներկայացնես այդ սեղանագաբուդ մարտոց Գիբրիանոս պատասխանեց այո ես եմ իշխանը սավ Սրբազան ինքնագալները այսինքն Հռոմի գայսերը քեզի հրամայած են որ աստվածներուն զոհես Սուրբը պատասխանեց այդ բանը անգարելի է որ անեմ Իշխանը դարձյալ դրտեց լավ խորը հետևանքները Գիբրիանոս պատասխանեց Ըրե ինչ որ հրամայված է քեզի այդպիսի բարձ բանի համար չարժե ռիսկ մտածել այն ադեն հյուբադոսը գարտած մահվան տադավեջիրը հետևյալ խոսքերով երկար ժամանակների վեր ապրեցար իբրև սեղանագաբուտ եւ այս կերպով քեզի համախոհ մարտիկը հրաբուրեցիր եւ ինքզինքդ ռոմիացի աստվածներուն եւ օրենքին տշնամի դարձուցիր նույնիսկ Վալերիանոս եւ Կալիենոս օկոստապար գայսերը չգրցան քեզ թիցաբաշտության վերադարձնել ուստի որբես Տրոշագիր եւ առաջնորդ եղերնային արարքներու եւ որբեսի ուրիշներուն իբրև օրինակ ծառայես ադյանս քեզ մահվան կդադարդե արյունովդ պիտի կավես հանցանքներդ եւ որոշվեցավ որ Թավգիոս Գիբրիանոս սուրովը սպաննվի այն ադեն սուրբը հարեց Փարք Աստծո եւ որ
Թադավջիրը արցակվեցավ, որ սուրով պիտի սպանվի, սուրբը չվախցավ, այլ փառք Աստծո ասավ։ Մենք ալ սիրելիներ պետք է վարժվենք ամեն բարակայի մեջ Աստծո փառք տալ։ Ուրախ ժամանակ, թե դխուր ժամանակ, առողջության ժամանակ, թե հիվանդության ժամանակ, հալածանքի ժամանակ, թեգուզ նահատակության ժամանակ, միշտ պետք է քիդնանգսել փառք Աստծո։ Եվ հավաքված հավատացյալներու բազմությունը լսեց Թադավջիրը, ամենքը միապերան գաղաղագեին, մեզ ալանոր հետ գլխադեցեք։ Սպասավորները վդարեցին զանոնք եւ Գիբրիանոսը դարին գլխատման վայրը սեքսիան ակարագը։ Այնքան շատ էր բազմությունը, որ դեղը չփավեց, եւ շատերը ծարերու վրա ելան, որբեսի սուրբին նահատակությունը տեսնեն։ Այնադեն Գիբրիանոս հակուստեր հանեց եւ սարգսակներուն տվավ եւ ինք սոսկ գդավով մնաց եւ ձուներ տնելով ձնրատրելով դարածեց փազուկները ցերկերը բացավ եւ սկսավ աղոթել առ Աստված։ Երբ Տահիջը եկավ իր մարտոց հրամայեց, որ անոր 25 ոսկի դան, ու երբ Տահիջը դարձյալ գտանտաղեր իր ճաշտոնի գդարման մեջ, Գիբրիանոս ինք խնդրեց եղբայրներեն վարշամակը եւ ծերնոցներ եւ գաբեց աչքերը։ Ինք իր աչքերը գաբեց, որբեսի իր գլուխը գդրեն։ Եվ քանի որ ցերկերը չեր գրնար գաբել, Հուլիանոս երեցը եւ Հուլիանոս կիսասարգվակը գաբեցին զանոնք։ Եվ Տահիջը մոդենալով գդրեց սուրբին գլուխը։ Այսպես նահատակվեցավ Սուրբ Հայրաբեդը Գիբրիանոս փրկչական 257 թվականին Վալերիանոս Գայսի շրջանին։ Իր գենսակիրը Բոնդիոս ագանագդես վգան այսպես կգրե։ Այսպես գադարյալ նահատակությունը ստացավ այն, որ ուրիշներու բարի օրինակ հանդիսացած էր։ Եվ ապրիգեի մեջ արաքյալներեն հետո ինք առաջին նահատակն է, որ գարժանա մարդերոսության արյուներանք բսագին։ Գարկետոնի եպիսկոպոսներեն կամ քահանաներեն ոչ ոք մինչ այդ հիշադակված է որպես մարդիրոս։ Իսկ Սուրբի մարմինը ըստ հին վգայարանի ավանդվածին արժամապես թրվեցավ մոդավոր դերմը հետանոստերու բազմությունը խապելու համար, բայց հետո քիշերանց հավատացյալները զայն դարին մոմեղեններով եւ լապդերներով մագրոբիոսի գալվածը եւ հոն թաղեցին։ Ոմանք կգրեն, թե միաժամանակ նահատակվեցան նաեւ Հուստիանե գույսը եւ Թեոգրիդոս վգան եւ հավատացյալները անոնց մարմինները հավաքեցին թակուն դերմը։ Հետակային հռոմեացի նավավարմը արավ անոնց մարմինները եւ բատնությունը ուրեմն անոնց մարմինները արավ եւ ինչ որ գրված էր իրենց մասին եւ դարավ Հռոմ քաղաքը Մադրոնա Հրուփինա անուն ազնվադոմ գնոջ մաբարանքը, որ զանոնք բադվով բահեց։ Երբ հալածանքները թատրեցան, Գիբրիանոսի արյունին հերման դեղը շինվեցավ խորամը, որ գոչվեցավ Սեղան Գիբրիանոսի։ Հետո նույն դեղը շինվեցավ դաջարմը, որ մեծապես բադվվեցավ ապրիգեցներեն, ինչպես կվգայե Սուրբն Օգոստինոս։ Հետակային քերեզմանին վրա եւս եկեղեցիմը եւս շինվեցավ։ Երկար ժամանակ հետո Հռոմեն կամ ապրիգեեն Սուրբին մարմինը բարձվելով դարվեցավ Քաղիա, նախ Արելատ քաղաքը եւ ապա Լուկտոն 800 կամ 807 ադենները մեծն Գարոլոսի թագավորության շրջանին։ Ըստ ոմանց նշխարներեն մասը Հռոմի Գուրդելիոս հայրաբեդի նշխարներուն հետ Պերվեցան արևելյան գոչված վայրը, հետո Գուրնելյան գոչված վանքի մեջ։ Գսվի նաեւ թե երբ Վենեդիկյան տեսփաններ մեծն Գարոլոսի կովկացին, անգենը վերը ստացա մասը Գիբրիանոսի նշխարներեն զոր Վենեդիկ բերին։ Վենեդիկցիները առանցին վգայարամը շինեցին Սուրբ Գիբրիանոսի անունով Մուրան գղզիին վրա։ Գբատմվի դարձյալ թե Գարոլոս Գալվոս գոչված գայսը Գիբրիանոսի մարմին փոխադրեց իր բալադը 876-ին եւ անգեսը փրվեցան նշխարները արեմուտք թե արևելք։ Մեր Սուրբ Գրիգոր Նարեգացինալ խաչի ջարի մեջ խոսելով սուրբերու նշխարներու մասին, որոնք աբարանից վանքը գտնվեին 938-ին Պերված Կոստանդնուպոլսեն գսե։ Ապրիգեցի Գիբրիանոս Գարկետոնացի Սուրբ եւ Երանյալ վգային եւ Հուստիանե իմաստուն գույսին անարատ Մարդիրոսին։ Ավասիկ սիրելներ Սուրբ Գիբրիանոսի ցանկի բացությունը եւ նահատակությունը։ Ան եւ Հուստիանե գույսը ապրեցան սրբությամբ եւ նահատակությամբ իրենց արյունը թափեցին ու Քրիստոսի վգա դարձան։ Իրենց բարեխոսությունը կխնդրեմ ամբողջ քրիստոնյա աշխարհին վրա
եւ մեր հայացքի վրա։ Ինչպես Գիբրիանոս սիրելիներ թևերեն հրաժարեցավ, գախարտութենե հրաժարեցավ, մոկութենե հրաժարեցավ եւ Քրիստոսը գտնելով հավատարիմ մնաց իրեն ու իր կյանքի վկայությամբ արյունով վկայեց Քրիստոսի մասին, այդպես ալ թող բոլոր անհավատները դառնան Քրիստոսի եւ իրենց կյանքով վկայեն Քրիստոսի աստվածության ու փառքի մասին։ Աստված ցեզ արադավես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։